Բայց անձրև չի գալիս, անձրևանոց ուրա։ Չի գալիս, թեթև։ Սա գառնան առաջին անձրևն է։ Նախկին անձրևները գառնան չէին, անցումային են։ Հիմա այս անձրևը պետքա վայելել։ Եղանակը մեզ ինչ կանի։ Բարի լույս եղբայր։ Բարև եղբայր։ Լավ, դուք ոնց եք։ Պարոն Փաշինյան, ես Արցախցի եմ։ Ուրախ եմ։ 4 միլիոնը կսարկա, ես շատ ուրախ եմ։ Բայց ես մենակ մարդ եմ, աշխատում, տենց չէ, չեմ աշխատում։ Խորոսյանն ուրա։ Պարոն Թորոսյան։ Հիմա այդ 4 միլիոնով ես չգիտեմ, տուն սարքեմ, հող առնեմ։ Բարև ձեզ։ Չգիտեմ ես բարև ձեզ։ Մենակ այնքը, հա 3-ը սարքել ենք 4 միլիոն։ Հա։ Իրա նման դեպքերի համար աշտարակում եք երևի։ Չէ, Եղվարդում եմ ես բնակվում, Վարձով եմ ապրում։ Իմ աշխատավարձս մենակ Վարձին է երիկը։ Կոմունալի եւ всё։ Հիմա այդ 4 միլիոնով կարևորն է որ աշխատում եք։ Հա, աշխատում եմ, հա։ Այդ 4 միլիոնով ես չեմ կարող։ Գրի մենակ եք, հա։ Տեսեք, մենք ամուսնալուծված եմ։ չենք կարել, այդ փոքր։ Ամուսնալուծված եմ։ 5 Թոշակառուներ երեխա ունեմ, ամուսնալուծվել եմ, ստե եմ ամուսնալուծվել, մեկը սենա մեծը Սարայում է, հիմա մենակ ես եմ մնացել, չգիտեմ ինչ Դե մի չեն կարա։ Օպերատիվների համար պարոն վարչապետ, ովքեր հաշմանդամություն ունեն մեծ տարիք Իմ սիրտը դավորած է։ հասկանում եմ, Բայց չէ, ես դրամա մտածել են երկարատև վարձակալություն, ովքեր որ չեն կարողանա, Բայց ինքը իր ծրագրի մեջ ինքը մտնում է։ 40 պլյուս 10 որ տալիս եք եղել, էլի ինչ որ մի բանի օգուտ է տալիս։ Հիմա ես չգիտեմ ինչ անեմ։ Հիմա չեք ստանում 40։ Չէ, չեմ ստանում։ Դե ուրեմն եկամուտները ձեր բարձրա դրա համար չեք ստանում, դա եկամուտ։ Աշխատավարձը 100,000 դրամ է։ 55,000-ից ավելի։ Դե հիմա 100,000 ես մենակ ես տան վարձ։ Շատ լավ, հիմա մենք պետք է մտածենք, որ ձեր նման դեպք կա օրինակ եւ լուծում առաջարկենք։ Եթե կարելի է Եղվարդ եսի միջամտնեք, գոնե 300 քառակուսի հողամաս տան ինձ։ Այդ էկոտներից սարքեմ 5 միլիոն ալի։ Էնա այդ աջակ։ Չէ, Այդ խնդրի նա որ դրանք սեփականությամբ վկայական։ Չէ, պետք է մտածենք, որ sense դեպքեր էլ կան, հասկանանք։ Ինչպես անենք, ասեք դե։ Մի քիչ կմտածենք, լուծումներ կգտնենք։ Բիզնեսներ, որոնք ուզում են այնց հող կամ պետական շենք վերցնեն, սարքեն, որ Հավաքեն ժողովրդին։ Չեն կարող։ Բոլոր արցախցիներն են նույն այդ վիճակում։ Դե բոլորը նեն չի, մարդիկ 5 հոգանոց ընտանիք ունի, որը իմ կարգավիճակում է, մարդիկ կան այդ վիճակն են։ Հիմա խնդրում եմ ձեզ, այդ հարցս հասկացանք մենք, դե մտածենք առաջարկ տանք էլի։ Ես քաղաք Եղվարդում եմ բան։ Հասկացանք, բայց ենթադրում ենք, որ դուք մենակ դուք չեք, ուրեմն տենց կատեգորիայի մարդիկ կան, ուրեմն կմտածենք ինչ անենք, պետք է մտածենք լուծում։ 100,000 աշխատավարձ եմ ստանում, տանվարձ եմ տալիս, բայց ինչով ապրեմ։ Ու դեղեր եմ առնում, որը պետությունը տալիս է, որը չէ դեղ եմ առնում։ Հիմա այդ հարցին ո՞նց լուծում տանք, որը պատճի։ Մտածենք։ Հիմա նախընտրական շրջանն է, տեն շատ ուղիղ նյութական խոստումներ չենք կարա տանք, բայց կմտածենք եւ լուծում կառաջարկենք։ Պայմանավորվեցինք։ Շնորհակալություն։ Ես եմ Արդանակ թաղամասից եմ։ Հիմա որ մի հոգի մարդ ուղարկի կնդե, ուղարկի ամոթ է, խայտառակ վիճակ։ Ինչը։ Ճանապարհը, նախև առաջինը, կենտրոնական, խայտառակ վիճակ։ Սական կարդերը, վեկարները, ում ապետ եթե կա չեն անում։ Տեսեք, հերթով գալիս է։ Լուրջ եմ ասում, 16,000 բնակիչ։ Պլյուս դրան 10 Երեք խոսում ենք առաջի փողոցի կոյուղու հարցն էին գլուծում։ Հələ դա իր հերթ։ Չէ, բայց կոյուղին պետք է սարքենք, որ ասֆալտ։ Բարիմա սաղսալին, հիմա մի հատ ասֆալտ։ Տեսեք, ասֆալտ Անին կանենք։ լցեն արին այդ ռանշի ավտոցենա կայնացած արդեն եմ շիտը։ Հենա, իա ֆոտ։ Շիտը ջարդ։ Բայց կիան դուրնա ջարդացը թե այդ փոսի։ Դե դուրը լավություն է։ Աչքից դրա աշվին դուրը։ Իսկ եկել 16000 բնակիչ։ 17 տարի է հողի դոկումենտները չեն կարող։ Սեփական տնամեր ակտի քանի հոգու տրվել է։ մտնում ես քաղաքապետարան Բայց գիտես ինչի չեն տալիս։ Ասում են էլի գնա, այսպես կանոդով։ Որտեղ այնտեղ վճարումների հարց կա չեն։ Վճարում չի։ Բա ինչ է։ Քանի 200 քանի հողի բան տրվել է, ճիշտ է։ Ինչ է տրվել։ Ոչ ինչ տրվել, չի տրվել։ Բայց 17 տարի ծրագիրը մեկտարկել է հենց Եղի չեն տա։ կներեք էլի, կներեք։ Հերոյականով մի մեշով Կներեք էլի, ասում եմ այդ ծրագիրը մեկտարկել է հենց ձեր թաղամասից, հաղթանակ թաղամասից։ Մենք այնտեղ ունենք խնդիր։ Բարև եղբայր, լավ է։ Որտեղ որ որոշ դեպքերում
ուղղակի թուղթը չի համապատասխանում, որևէ իրավական փաստաթուղթ չկա, որ հաստատի։ Հա, ակտիվ թուղթ են, Ում հետ ես բան մենակ ես։ Որը քննարկում է, որը որ չափերի մեջ է եւ որը որ իրավական գնահատականը կա, մենք բոլորի դնում 200-ից ավել, եթե չեմ սխալվում, անգամ 300-ից ավել։ Եղբայր, առաջի փողոցը կոնկրետ կոյուղին պետք է սարքվի, հետո նոր ասֆալտ արվի, բայց հիմա ընթացիկ, որ ասում եք դզել, մզել եւ այլն, բնայվի տենանք ինչ անա։ Կարևորը այդ հողի հարցը լուծեք, այդ ճանապարհը մենք էլ կարող ենք ձևով։ Դուք չեք կարա, ոնց է ճամփա սարքելու։ Կարգավոր Սարքել այդ փոսերը գլծեք։ Բայց մեկա դուրը կապ չունի այդ փոսի հետ, դուրը կապ չունի, իզուր։ Հա, եկա։ Բարև ձեզ, եկա։ Չեն կարա, օքեյ։ Մերսի շատ։ Լավ եղեք, լավ եղեք։ Բան վարշապետ, այդ ծրագիրը հենց բանից է մեկնարկել, 4-րդ հաղթանակ թաղամասի 4-րդ ջուրջ։ Ես ժամանակին ինձ էլ են նամակ գրել թեմար։ Բայլուց է ժողովուրդ։ Բայլուց։ Հա? Երեխեք ես որտեղ եք գնում, ուր եք գնում, ուր եք գալիս, որտեղից եք գնում։ Հա? Որտեղից եք։ Նիզամի գյուղից էինք եկել ենք թատրոն։ Շատ լավ։ Հա, շատ լավ։ Ես ձեզ։ Որ թատրոնն եք գնալ։ Հա, բան, կինո թատրոն։ Ես քեզ։ Ես ձեզ։ Ես քեզ։ Լավ եղեք։ Հա, պարոն Փամբուկչյան, ինչ ենք անում։ Հաղթանակ թաղամասը։ Բան վարշապետ, հենց այդ թաղամասից է մեկնարկել այդ հողերի տրման, այսինքն սեփականաշնորհման գործընթացը, բայց այնտեղ կան նաև ես sense ուղիղ երկու։ Բայց այնտեղ վճարումների խնդիր է, թե Մենակ վճարում չէ, վճարումների խնդիր չկա։ Այնտեղ կեղծ տեղեկանքների, այսինքն ուղղակի ձեռագիր գրված տեղեկանքների հարցեր կա, որոնք որ Այսինքն փաստաթղթային հիմքի խնդիր է։ Հիմքի խնդիր կա, այո։ Որը որ ունենք, ասում եմ, եթե չեմ սխալվում, մինչև 300 կամ ավելի հարցը լուծել ենք մենք։ Բայլոց ես։ Դուք լավ լինեք, դուք։ Եվ դա այդպես շարունակական process է, իրանք երթականությամբ բերում են փաստաթղթերը, որինը Բայց դա մեծ հարց է, մի հատ էլ իսկականից հետաքրքիր է, փաստաթղթային է, թե վճարումային է։ Վճարումային չկա։ Օրինակ կոնդի դեպքում երեք որ Տիկին Այրան մոտեցել էր, իրանցը վճարումային հարց է, որ ավելի շատ ասում են, որ ինչի շատ վճարենք, չգիտեմ ինչ եւ այլն, բայց հաղթանակի հետ կապված միայն Վստահ եք։ խնդիրներ է։ Վստահ եք։ Վստահ ասում եմ ձեզ։ Ես եմ անձամբ սպասում։ Հա? Բա ինչ ենք անելու։ Բայց մի րոպե, մարդիկ այդ հողերի վրա տուն են սարքել, բան։ Դե մի հատ լուծում պետքա գտնենք, էլի։ Դե գլոբալ պետք է կարող է օգնություն լինի կառավարության միջնորդությամբ, միջամտությամբ։ Դե մի հատ առաջարկ տվեք, մի հատ կադաստրի հետ աշխատեք, մի հատ առաջարկ տվեք, այնուամենայնիվ էլի այդ նույն վիճակն է։ Ես հասկանում եմ, որ շատ Նույնը աղի հանցը կա։ Տեսեք, մենք երկրում վիճակներ ունենք, երբ որ մարդը տունը կառուցել է, տասնյակ տարով այդտեղ ապրում է, հիմա գալիս է ուզում է փաստաթղթավորի բարի լույս ձեզ։ Մենք ասում ենք, որ ուտենում ենք, որ իրոք փաստաթղթային հիմք չկա, օքեյ չկա, ինչ ենք անելու։ Այդ մարդիկ միևնույն է, այդտեղ Չէ, եկեք հասկանանք, ինչ ենք անելու, այդ մարդուն ասելու ենք բանա, մի ապրի, այստեղ չենք ասելու։ Բնականաբար չենք ասելու, ու դա դառնում է անդադ շարունակական հարց, նյարդ է մարդու եւ պետական մարմնի միջեւ։ Ինքը գալիս է, ասում ենք դե մտածենք ինչ անենք, մտածում ենք տեսնում ենք փաստաթուղթ չկա, ասում ենք դե էլի մտածենք։ Պետքա վերջ տալ։ Երևի մի որոշումով բան վարչապետ է։ Կամ օրենքա պետք ընդունել, կամ օրենքա պետք ընդունել։ Կառավարության որոշում։ Հաստատի վիճակը ֆիքսենք ու անցնենք ամենայն 1-2 Մենք այդտեղ աղի Այդ մարդիկ էլ են ասում են ոչ գույքահարկ ենք վճարում, ոչ բան։ Դե այդքան բանը համայնքն էլ պետությունն էլ փող է կորցնում։ Գնանք մի հատ ինչ որ ֆունդամենտալ բացառիկ օրենսդրական լուծում տանք, բայց խոսքը պետք է վերաբերվի բանին, հա, մինչև 21 թվի կառուցած տենց Սպասեք մի հատ նվիրենք այս աղջիկը
Բարև ձեզ, լավ են ձեր գործերը։ Կարելի է ձեզ նվիրե։ Լավ որ ձեզ, լավ եղեք։ Կներեք մի քիչ անձրևաջուր բերեցին։ Բան ամբողջան։ Եկեք այդ բան անենք։ Այսօր Խուդացյանը ստեղ չի, հա, ոնց որ։ Մի հատ եկեք այդ հասկանանք, կարում ենք օրենքով հարցը լուծենք։ Ես դες մի բան Օրենքով կամ կառավարության որոշմամբ կամ չգիտեմ, ինչ որ ուրիշ որ դե յուրե այդ մարդկանց հարցը լուծենք։ Մենք վաղվանից կաշխատենք, բայց նաև ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ աղի հանքում են մարդկանցից կա։ Ավան։ Այդ է գործական կորպորատիվ այն ժամանակներով ինչ-որ դրություններով բոլորին 300-ից 350 քառակուսի մետր հասնում։ Բայց կներեք, այս գլխից ասենք, որ Դալմայում չեն կանելու տենց բան։ Որտեվ դա քաղաքի կանաչ ռեզերվն է, այնտեղ չկա էլ տեն կառուցը։ Կանաչապատման ծրագիր է։ Ստեից անցնենք թե ոնց։ Այնտեղ որտեղ փաստացի Չէ, փաստացի գյուղ է։ Այ հաղթանակ թաղամասը փաստացի։ այդ բոլոր դեպքերը, որոնք որ գյուղերում էլ կլինի այդպիսի շատ դեպքեր։ Մի որոշումով, մի օրենքով լուծենք։ Չէ, այս դեպքում հաղթանակ թաղամասի առանձնատվությունն է, որ մի ամբողջ մեծ կտոր տենց վիճակում է։ Այսինքն ոչ թե մի տամ, այն մի վերջը պետքա լուծել, որովհետև անընդհատ Ուրեմն փաթեթով բերեք, պարոն վարչապետ, որ չլինի, որ մի մենակ մի թաղամաս է, կապված է գլոբալ, որտեղ մոտեցումների ես կարծում եմ ես գյուղերում էլ 90-ականների մարզերում շատ տենց պրոբլեմ չկա, տենց պրոբլեմ կա Երևանում, որովհետև ժամանակին մեծ հոսքեր ա եղել դեպի Երևան, տենց բան են արել էլի, ըստ էության Բարև ձեզ, լավ եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լավ եք։ Ձեզ։ Չեք մոռանա, չէ։ Նա Թովմասյան Սուրենի հետ կապի մեջ եղեք։ Դե պարոն Խուդացյանի հետ է, նա ընդհանուր լուծումը հասկանը։ Ոյ, այստեղ չկա ոնց որ։ Եվ ասացել փոխածվածացնի բարեկամության ընթեր, ընդհանուր զարգացնել և դեսացնել։ Ընկավ դեր զավաճանացնել բարեկամության սուրբ աստվածացնի, անարած նորի միացնի որդվող և աղաչանող ամենայն սրբոցքով և ամուրը շնորի, լուր վեստել և ողորմյան ներյալ կավյայր կողզմել ասմել, արժանավորյալ գողքյան պարավորելսայր և զորքի և սուրբ հոգին, այժմ և միշտ և ավիտյան սավիլե ինձ ամեն, մեղալ ստուզով, ոստովանին առաջի աստով և սրբող աստվածացնի, և առաջի ամենայն սրբոտ, և առաջին ձեր հարկ և եղբարքս ամենայն մեղը զորգողությանը, կանցի մեղալ խորոտով, բանիվ և գործով, և ամենայն մեղով զորգողձեն մարդիկը, մեղալ աղաչել մսել, զեքված եմ հաչվել մարդով։ Որվեսի կեզասված զորը, և կողություն շորեցի ամենայն հանցանած խոզ, անսելույն և այլն, և առաջակային մրկեցե և աստատեցե ամենայն գործը բարիս, և ամուսեց կեզ յանդերցյալ կյանցն ամեն։ Ազատեցե և զեզ մարդասերին աստված, և ծոցեց ամենայն հանցանած, դացեք ժամանակ ապաշխարելով և գործելով բարիս, ուղեսե և զարաչիկակյանը զեր շնորով սուրբ հոգույն, հզոր և ողորմած և նմապար հավիտյանս ամեն։ Շեշի ևս մեզ առաջյան մագարին աստուծով։ Իշյալ իջին, առաջյան մագարին աստուծով։
Թող ստեղ կանգնի։ Թող հանգիստ ստեղ կանգնի։ Իմ էջ տաճարիս և առաջի աստված ընկալ և պայծառացյալ, նշանացս և սուրբ տերհույս, խոնարյալ երկյուղիվ երկիր պագանեմ, սուրբ սրաշալի և սարթով, զգալուստ ընքորդնենք և պարավորենք, և քեզ մատուցանենք զորնություն և սպարս, հոր և որդոր և օգնին սրբով, այժմ և միշտ և ավիտյան սավիտենից ամեն, մեղած ուծով, մտից առաջի սեղանու աստու արաստված, որ ախ արնեց մանկությունսին։ Հասկ է, որ ոչ է սուրբ իմ արդով մեղավորեն ենգավորեն թրկյազիս։ Արաքյա տերս լույս քո և շշմարտություն քո, զիարաչնորդ ես ինձ, և անցեն զիսիլյարն սուրբ և իհարկես քո։ Խոստովան եղեց քեզ օրհնությամբ Աստված իմ։ Հարկոր և որդվո և հոսվույն սրբով, Իարքիքում սրբության և իպեր ոչս խարաբանության, Հրեստական նագարավից և մարդկան խաղորանի ես, առաջի աստված ընկար և պայծառացյալ, նշանացս և ծնցել ամուց, խոնարյալ երկյուղիվ երկիր պագանեմ, սուրբ սրաշալի և սարթով, զգալուստ ընքորդեն և պարավորեն, և քեզ ընկերքներին զոր սրմատուցանեմ, չորնություն և սպարս ընքոր և ընցրփոքվույն, այժմ և միշտ և ավիտյան, հավիտենից ամեն։ Once.
Ճանապարհ Ջան, արի էսից։ Իշյալիչի Կարաչյան Մագարին Աստուծո, Իշյալիչի Կարաչյան Մագարին Աստուծո, Իշյալիչի Կարաչյան Մագարին Աստուծո, Իշյալիչի Կարաչյան Մագարին Աստուծո, Այսօր ժոյա դասկարային աշխարհայա երկերի գոսած Խումատուշանեմ առաջի քո
Ինչ չօգնես, հակառակը մի բանել ինքով սխալներ։
Խումքը պետք է։ Եղբայր։ Հիշալիչի գարաչան մարգարին Christos
Հալելույա, լերին ծնծասեն առաջի դյարն զիգա, զի հասյալ է տերի դատելը զետգիր, ընթերցված է երկոցից է։ Հարսն ասում է, թող համբուրի ինձ իր բերանի համբուրներով, քանզի քո ստինքները լավ են գինուց, և հոտը յուղերի քո բոլոր խումկերից։ Քո անունը հեղված յուղ է անուշ, դրա համար օրորդները սիրեցին քեզ, և դեպի իրեն ձգեցին քեզ։ Քո յուղերի հոտի հետևից կընթանանք և մենք։ Հարսը պատմում է օրորդներին Փեսայի մասին, թե ինչ է շնորհել իրեն, արքան տարավ իր սենյակը։ Հարսը պատմում է օրորդներին և նրանք ասում են. ցնծանք և ուրախ լինենք քեզանով, և սիրենք քո ստինքները գինուց ավելի։ Օրորդները հարսին ասում են Փեսայի անունը։ Ուղղությունը սիրեց քեզ։ Հարսն ասում է. սև եմ ես և գեղեցիկ դուստրեր Երուսաղեմի, Կեդարի վրանների և Սողոմոնի խորանի պես։ Մի նայեք ինձ, որ սևացել թխացել եմ, արեգակն է ինձ թխացրել, իմ մոր որդիներն ինձ հետ դաժան վարվեցին, և ինձ այգեստանի պահապան դրեցին, սակայն իմ այգին չկարողացա պահել։ Հարսն ասում է Փեսային. պատմիր ինձ, իմ հոգու սիրելի, որտեղ ես հովվում քո հոտը, որտեղ ես հանգչում միջօրեին, միգուցե մոլորվեմ քո ընկերների երամակների մեջ։ Փեսան ասում է հարսին. եթե դու ինքդ չգիտես գեղեցիկդ կանանց մեջ, հետևիր քո հոտերի ոտնահետքերին և արածեցրու քո ուլերին հովիվների վրանների մոտ։ Մերձավոր իմ, քեզ նմանեցրի Փարավոնի կառքերին լցված իմ երիվարներին։ Օրորդներն ասում են. քանզի գեղեցկացան քո ծնոտները տատրակի նման և քո պարանոցը մանյակների պես, ոսկե զարդի պես դարձնենք քեզ, արծաթե կիտվածներով հանդերձ, մինչև այդքան արքան քեզ իր գիրկն ընդունի։ Հարսն ասում է ինքն իրեն և Փեսային. իմ նարդոսն արձակեց իր հոտը, ստաշխի ծրար է ինձ համար իմ եղբորորդին, որ պիտի հանգստանա իմ ստինքների մեջ, նռնու ողկույզ է ինձ համար իմ եղբորորդին, ենգաղդի այգեստանների մեջ։ Փեսան ասում է հարսին. ահավասիկ գեղեցիկ ես, մերձավոր իմ, ահավասիկ գեղեցիկ ես, քո աչքերն աղավնիներ են։ Հարսն ասում է Փեսային. ահա բարետես ես, սիրեցյալ իմ, նաև գեղեցիկ մեր հանգստարանի հովանու ներքո, մեր տան գերանները մայրիներ են, մեր ծածկերը նոճիներ։ Փեսան ասում է ինքն իրեն և հարսին. ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների Շուշան, ինչպես Շուշանը փշերի մեջ, այնպես և իմ քույրը աղջիկների մեջ։ Հարսն ասում է Փեսային. ինչպես խնձորենին անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին տղաների մեջ։ Ընթերցվածը Զաքարիա մարգարեությունների գրքից է։ Մեծապես ուրախացիր դուստր Սիոնի, ազդարարիր դուստր Երուսաղեմի, ահա քո թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը, նա հեզ է, հեծած էշի և նրա ավանակի վրա, և կոչնչացնի կառքերը Եփրեմից և երիվարները Երուսաղեմից, կփշրվի պատերազմով աղեղը և ազգերի միջից բազմությունն ու խաղաղությունը կտիրի ջրերին, ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը։ Եվ դու քո ուխտի արյամբ արձակեցիր քո կալանավորներին անջրդի գբից, և կնստեք ամրոցներում դուք ժողովրդի կալանավորներ, և քո պանդխտության մեկ օրվա դիմաց կրկնակին կհատուցեմ քեզ, քանի որ քեզ, ով Հուդա, կլարեմ ինձ համար աղեղի պես, նաև լցրեցի Եփրեմին, և ոտքի կհանեմ քո որդիներին, ով Սիոն, հույների որդիների դեմ
եւ կշոշափեմ քեզ պատերազմողի ողբատերես ուսերի պես։ Տերը վերացկացու կլինի նրանց եւ կելնի նրա նետը փայլակի պես։ Տերը